Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում լարվածությունը նորից հասնում է գագաթնակետին, երբ արդեն թվում էր, թե Հենրիի և Անգելինայի շուրջ բոլորը խոչընդոտներն անցյալում են, որ նրանց միջև այլևս ոչինչ չի կանգնի, որ նրանք վերջապես ամուսնացել են և կառուցում են իրենց երջանիկ կյանքը, ճակատագիրը նոր հարված է հասցնում և այս անգամ ավելի ծանր, քան երբևէ։ Հենրին միշտ հասկացել էր, որ մի օր ճշմարտությունը բացահայտվելու է։ Ամեն անգամ, երբ Անգելինան նայում էր նրան անհոգ սիրով լի աչքերով, նա զգում էր ներսում մի ծանր թախիծ։ Եթե այս աղջիկն իմանա ինչ եմ ես թաքցրել, արդյոք կզգա նախկինի նման։ Բայց Հենրին երբեք չէր պատկերացնում, որ այդ օրը կգա այսպես հանկարծակի, ցավոտ, որ Անգելինան ուղղակի կսառի, կվերածվի մեկ այլ մարդու և առանց մի բառի կհեռանա իր կյանքից։ Անգելինան ուղղակի արտասվում է, նա վիրավորված է, նա նայում է Հենրիին այնպիսի հայացքով, որը նրան ավելի ծանր է հարվածում, քան ցանկացած խոսք։ Նա վերցնում է ամեն ինչ ու հեռանում Հենրիի կյանքից, այն մտքով, որ այլևս չի վերադառնա։ Այդ լռությունը Հենրիին կոտրում է։ Նա գիտակցում է, որ ողջ ընթացքում խաղացել է ոչ միայն սիրո, այլև աղջկա ճակատագրի ու իր ամբողջ կյանքի հետ։ Հենրին կորցնում է Անգելինային նույն այն պահին և վերջապես սկսում էր ապրել։ Նա դատարկ սենյակում է հայտնվելու ամբողջովին մթության մեջ։ Հենրին սկսում է մտածել. ինչն էր իր սխալը, գուցե ճիշտ չարեց, որ այդքան երկար թաքցրեց ճշմարտությունը, գուցե պետք էր դեռ ամուսնությունից առաջ պատմել, գուցե դա փրկեր նրանց հարաբերությունը, բայց գուցեները չեն վերադարձնում Անգելինային։ Անգելինան հեռանում է ոչ թե որովհետև չի սիրում, այլ որովհետև այնքան է սիրում, որ չի կարողանում ապրել ստի հետ։ Նրա ներսում տեղի է ունենում երկու ուժերի պայքար՝ սեր, որը հուշում է Հենրիին իր կյանքի մարդն է, և ցավ, որը հրամայում է հեռացիր, նա քեզ խաբել է ամենակարևոր հարցում։ Սա դեռ որոշում չէր, սա ամենածանր ընտրությունն էր, որ նա երբևէ կատարել է։ Այս հարցը հիմա կախված է օդում։ Դիանա Գրիգորյանը երբեք չի շտապում երջանիկ ավարտ տալ, բայց նաև երբեք չի թողնում, որ սերը լիովին պարտվի։ Հետևաբար հեռուստադիտողի առաջ հիմա երկու հնարավոր զարգացում է բացվում։ Անգելինան կվերադառնա Հենրիի մոտ, բայց ոչ արագ, նա ժամանակ է պետք, որպեսզի հասկանա, թե ինչու Հենրին լռեց, ոչ թե արդարացնելու, այլ հասկանալու։ Եվ եթե նա գիտակցի, որ Հենրին այդ քայլով չի փորձել իրեն վնասել, պարզապես չի ունեցել քաջություն ճշմարտության հետ կանգնելու, եթե նա զգա, որ Հենրին իսկապես զղջում է և երբեք այլևս չի կրկնի իր սխալը, ապա կա հնարավորություն, որ կների։ Բայց դա մոտակա ժամանակներում չի լինի, դա կլինի երկար, դանդաղ, ցավոտ հաշտեցման գործընթաց։ Չմոռանանք նաև, որ սերիալի ընկա ևս մեկ ամիս ու հեռուստադիտողները դեռ ունեն ժամանակ վայելելու իրենց սիրված դերասաններին, այնպես որ դեռ ժամանակ կա, որպեսզի Հենրին ու Անգելինան կարողանան հաշտվել ու միասին լինել։ Դիանա Գրիգորյանի սերիալներն հենց այնպես են աշխատում, ինչպես նա նկարագրում է, երբ թվում է, թե ամեն ինչ արդեն ավարտված է, նոր փորձություն է գալիս, որը կամ միավորում է հերոսներին, կամ վերջնական բաժանում։ Հնարավոր է Հենրին ստիպված կլինի ապացուցել իր սերը մեկ այլ ծանր իրավիճակի միջոցով, ապացույց, որ ոչ մի գաղտնիք այլևս չկա, ոչ մի սուտ այլևս չի լինի։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, Հենրին ու Անգելինան միասին կլինեն և Անգելինան արդյոք կկարողանա ներել Հենրիին ու հաշտվել այն ամենի հետ, ինչ կատարվել է։ Չմոռանաք կիսվել ձեր կարծիքներով, յուրաքանչյուր կարծիք կարևոր է և իհարկե գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն իմանալ։ Չմոռանաք գրել նաև, թե Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում որ դերասանին կցանկանայիք տեսնել, քանի որ այս հեռուստասերիալի ավարտից անմիջապես հետո նոր հեռուստասերիալի մասին կպատմենք, որը արդեն պլանավորվում է և նոր տարում
Նոր հեռուստասերիալ, նոր սկիզբ։ Իսկ թե ովքեր են լինելու նոր հեռուստասերիալի դերասանական կազմում եւ ինչպիսին է լինելու նոր հեռուստասերիալը, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը։ Եղեք առաջինը տեղեկացված, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակն ու բաց մի թողեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Իսկ առաջիկայում հանդես կգանք նոր, ավելի հետաքրքիր նորություններով, որը ձեզ անտարբեր չի թողնի։